մի գիծ կա շատ հետաքրքիր, որ ֆիլմում փաստորեն մտցրել է, բայց պատմվածքում չկա այդ Գասպարալողի թեման, որը շատ հետաքրքիր գիծ է։ Ինչ որ իմաստով նաև ինքն էլ որ իրեն համեմատել է Սարոյանի հետ, ինչ որ բան կա այդտեղ, որովհետև էդ էլ է սարոյանական ինչ որ պատմություն է, էլի այդ Գասպարի պատմությունը, ի վերջո ոնց որ փախած մարդու, որ սև ծովով իբր լողալով անցել է ու այդ Գասպարալող պատտվում է այդ ինչ որ լեգենդա քաղաքում, որ այս մարդը սև ծովը իր հատուկ ձևով լողալու արդյունքում կարողացել է հատի ու դուրս գա ոնց որ Ռուսաստան Թուրքիայից փախնելով։ Ու այդպես բան է, էլի, որ լեգենդա է, երեխուն անդադ հետաքրքրում է, համոզում, որ այս Գասպարը լող է, էլի, մատ ինքը տեսնի այդ ոնց է լողում այդ Գասպարը ու Գասպարը էլ Ֆրունզիկի հոյակապ կատարմամբ մտնում է ու խեղդվում է, էլի, ոնց որ գետի մեջ միացել, հա։ Երեխեն հանում է նստած մրսում են սենց ու ոնց որ դե իմ բան պետք է ասեն, չէ, առաջինը երեխեն է ասում, էլի, ասում է ոչ մեկին չեմ պատմի, միանգամից ասում է, էլի, չվախենաս, էլի, հանկարծ ու այս Գասպարը ոնց որ լացելով սկսում է արդարանալ, որ ասում է դե շատ վատ փախանք, շատ դժվար փախանք, շատ ծանր էր ու ասում է ոնց որ ինչ որ սիրուն բան էր պետք, էլի, էս ինչ որ սիրուն բան էր պետք հորինել էս ամենի մասին, որ մի քիչ գոնե իմաստ ունենա, էլի, իմաստա որ ինչ որ մի բան բերել, որ այդքան զզվելի չէր, այդքան ոնց որ ամոթալի չէր։